Երեկանին վեճը չի, որովհետև ես մեղել եմ։ Կյանքի օրոք պայքարել եմ քայլեք շուխտից միշտ հաղթական կուզեմ հիմի վերջին ճամփես անցնեմ հիմնով ես պատվական, ազգային կամ զիլհայկական կամ թե մեռնեմ օտարափին, թող որ դնեն Led Zeppelin։ Ախ թե լինեի ես ռաստաման կամ հիփ-հոփի խիստ սիրահար, Թուփակի պես կտակ կանեի, մարդամի մուխ քաշեին թռնեին, բայց դե հայ եմ սովորական, ուստի մոխի իմ հայկական կուզեմ չաղ տան, այգու միջին Երևանյան կամ էլ դաշտում Արարատյան, պակակային հումորը։ Հուսով եմ չես մոռանա և կընդունես ինձ այնպես ինչպես կա, անկեղծորեն քո օգտյալ։ Էս տխուր տեքստը։ Չկայս ծենք հնարկեք, թե մարդան թեմայից ուժեք հուսով և մարդիկ հետ հնարավորությունը դեռևս չունեն կամ լայնորեն չի կիրառվում, նաև այլ խնդիրներ կան ընդհանրապես թարմացեսի հետ կապված, սպիտական գամբարանների հետ կապված։ Չէ, դե կարող է քննարկում, ամենակարևոր թեմաներից է 21-րդ դարի։ Ոչ միայն պրոստը մահ։ գրել եմ, որ քննարկենք ինձ Դե ես գրել Բավականին բան արդեն երևի անցալում մնացած է։ Շատ հնացած է, օրինակ այս տեքստը երբ որ գրվում էր, սգո սրահների մշակույթը այդքան զարգացած չէ։ Հիմա դուք երևի չեք էլ հիշի, բայց դա մի ահետ էր, երբ որ ասենք այս բարձրահարկ շենքերում 14-րդ հարկում, որտեղ լիֆտ չկար, նշանակալներին ասենք հոսանք գնում էին, խնդրում են, եթե շենքում մարդն է մահացել, որ գոնե հոսանք լինի, վերելակ աշխատի, որտեղ մարդիկ այդ 14 նախ կար այդ ահավոր ալույն չէ։ Ինչ ուրիշին Հեգնանքն է լավը և մահին էր հեգնանք կար, բեսի նկատմամբ, կանոնչի նկատմամբ, նույնիսկ դրա հաշվին նաև կյանքի նկատմամբ որոշել ես լավ էր, որ կյանքին թողնում էր ամեն ինչ, մահին միայն փոշի, արդեն շատ դրամաբանական վերջներ էլի։ Ինձ թվում է մեր խնդիրներից մեկն էլ նա չգիտեմ ես ճիշտ եմ թե չէ դուք ասել, որ լիաթոք ապրելու հնարավորություն ոնց որ ի սկզբանե ճանարդար է երևի հասարակությունը մի քիչ ված շրջանը